Սիրակի իմաստությունը 14 Ժլատի թշվառությունը Երանի այն մարդուն, որ չի մեղանչելի շուրթերով և խոցված չէ մեղքի հարուցած տրտմությամբ Երանի այն մարդուն, որին չի տանջում իր խիղճը և ով չի կորցրել իր հույսը Հարստությունը բարիք չէ ժլատ մարդու համար և չկամ մարդու ինչին է պետք իր ունեցվածքը Ով հավաքում է իրեն զրկելով, նա հավաքում է այլոց համար, և նրա բարիքները ուրիշները պիտի վայելեն։ Ով չար է իր անձի հանդեպ, ում համար բարի կլինի, նա ուրախ չի լինի նույնիսկ իր բարիքների մեջ։ Ավելի չար մարդ չկա, քան նա, ով չարակամ է ինքն իր նկատմամբ, և դա նրա չարության հատուցումն է։ Թեկուզ և բարիք անի, պատահաբար կանի, և հետո հիշելով դարձյալ իր չարությունը կանի։ Չար է նա, ով նախանձոտ աչքերով է նայում, երեսը թեքում է և անտեսում մարդկանց։ Ագահի աչքը քչով չի հագենա, և չար անօրենությունը չորացնում է հոգին։ Չար աչքը նախանձոտ է նույնիսկ իր հացին և կարոտ է իր սեղանին։ Հետամուտ լինել իմաստության Որդյակ, ըստ քո ունեցվածքի բարություն արա և Տիրոջն արժանի զոհ մատուցիր։ Հիշիր, որ մահը չի ուշանա և գերեզմանի ուխտը քեզ հայտնի չէ։ Մինչև վախճանվելդ բարիք արա քո բարեկամին, ձեռք մեկնիր ըստ քո կարողության և տուր նրան։ Քեզ մի զրկիր լավ օրից և բարի ցանկության մասնիկն իսկ թող չվրիպի քեզնից։ Արդյոք քո վաստակն ուրիշին չես թողնելու, և միթե զրկանքներիդ պտուղը բաժանելու համար վիճակ չի գցվելու։ Տուր և վերցրու և ուրախացրու քո հոգին, քանզի գերեզմանում չի կարելի վայելք փնտրել։ Ամեն մարմին շորի նման մաշվում է, քանզի հավիտենությունից ի վեր օրենք է, թե մահով պիտի մեռնես։ Ինչպես սաղարթախիտ ծառի դալար տերևը մերթ թափվում է և մերթ բուսնում, այնպես էլ մարմնի և արյան տեսակն է, մեկը վախճանվում է, մյուսը ծնվում։ Ամեն գործ, որ ենթակա է փտելու, վերանում է, և այն ստեղծողը նրա հետ էլ պիտի գնա։ Երանի այն մարդուն, որ կվախճանվի իմաստությամբ, կխոսի իր բանականությամբ և իր մտքով կթափանցի նրա գաղտնիքների մեջ։ Հետամուտ եղիր նրան իբրև որսորդ և դարանակալ եղիր նրա ճանապարհին, ով կկանգնի նրա պատուհանների դեմ, նա ունկնդիր կլինի նաև նրա դռների մոտ, ով իջևան հաստատի նրա տան մոտ, նա ցից կխփի նրա պատերին, և իր վրանը կկանգնեցնի նրա հովանու տակ, կհանգստանա բարիքի բնակարանում, իր զավակներին կդնի նրա հովանու տակ և նրա ճյուղերի ներքո, նրանով կպատսպարվի խորշակից և կհանգստանա նրա փառքի մեջ։